Առասպելը բանահյուսության վիպերկական ժանրերից մեկն է, որի մեջ գերբնական ու չբազմացված ձևով արտացոլվել են հնագույն ժողովուրդների կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ընկալումները։ Առասպելների հիմքում հիմնականում ընկած են եղել տվյալ ցեղի, ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրական դեպքերը, սակայն բնության դեմ դեռևս անզորմարդ Նիսնոտի ապար մտածողությամբ երևույթները բացատրել է որպես աստվածների և ոգիների գերբնական ուժի արտահայտություն։ Այդ պատճառով էլ իրական հիմք ունեցող դեպքերի ու հերոսների պատմություններն ի սկզբանե ընդունելը չափազանցված և գերբնական բնույթ։ Մովսես Խորինացու հայոց պատմության շնորհիվ պահպանվել և մեզ են ասել հայ ժողովրդի ստեղծած Հայկ և Բել, Արա Գեղեցիկ և Շամիրամ, Վահագնի ծնունդը, Տորկանգեղ առասպելները։ Ավանդությունը ժողովրդական բանավոր արձակի տեսակներից է, կարճ հուշապատում, տեղային նշանակություն ունեցող դեպքերի ու դեմքերի, առարկաների ու երևույթների մասին։ Ավանդությունները լինում են ստուգաբանական, բացատրական և վարքաբանական, տալիս են աշխարհագրական, պատմական, կենցաղային, կրոնական և այլ տեղեկություններ ու գիտելիքներ։ Լեգենդը ավանդազրույց է, որի հիմքում ընկած է հրաշքը։ Հրաշապատումն ընդգրկում է դեպքերի և հերոսների։ Լեգենդը շատ նման է առասպելի, սակայն նրանք տարբեր են իրարից։ Առասպելի հիմքում ընկած է պատմական որևէ փաստ, ինչը հենց սկզբից ստանում է չափազանցված գերբնական տեսք։ Իսկ մեր նպատակն է այս տեսանյութի օգնությամբ ձեզ ծանոթացնել Լոռու մարզի Արտվինի և Օձուն գյուղերի վերաբերվող առասպելներին, ավանդազրույցներին և լեգենդներին։ Տեպետի հովտի ձախափնյա բարձրադիր սարահարթերի վրա պարուրված այգիների կանաչով բազմել է Օձուն գյուղը, Հովհաննեսի իմաստասեր Կաթողիկոսի ծննդավայրը։ Գյուղի տարածքը հարուստ է պատմական կոթողներով, ամենուր հառնում են տարբեր դարաշրջաններին վերաբերվող հուշարձաններ։ Օձունը մարզկենտրոն Վանաձոր քաղաքից հեռու է 47 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Մեր փոքրիկ թիմն ուղևորվեց այնտեղ։ Գյուղի կենտրոնում են գտնվում Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Օձունի տաճարը, Սուրբ Հովհաննես և Ծաղկևանք եկեղեցիները, Հոռոմայրի վանական համալիրը, Օձունի կոթող մահարձանը։ Ծիրանավոր Ծաղկավանք եկեղեցի գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղի արևելյան մասում, Տեպետի կիրճի վրա կախված ժայռերից մեկի գլխին։ Ըստ ավանդության եկեղեցին Ծաղկավանք անունը ստացել է մանկական ծաղիկ հիվանդությունը բուժելու գոհության համար։ Կառույցի երկրորդ ծիրանավոր անունն էլ կապված է ծիրանազգեստ Մարիամի պաշտպանմունքի հետ։ Այս ավանդազրույցը տարածվել է գյուղի բնակիչների զրույցներից։ Հոռոմայրի վանքը միջնադրային ճարտարապետական համալիր է Լոռու մարզի Օձուն գյուղից 1.5 կիլոմետր հարավ-հարավելյան ուղղությամբ Օձուն այգի այդ ճանապարհից ձախ։ Հոռոմայրի վանք է կոչվում հույն իշխանի անունով, որը ճգնել է այդ քարանձավներից մեկում։ Բաղկացած է հուշարձանների երկու խմբից, որոնցից մեկը տեղակայված է Տեպետի գետի ձախափնյա ձորալանջին, ուղղաձիգ կախված քարափետակ։ Վերին հուշարձանախումբը հայտնի է եղել նաև Ձորաեզրի վանք անվամբ, իսկ ստորին հուշարձանախումբը Սուրբ Նշան կամ Ձորամիջի վանք անվամբ։ Արտվին է գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում։ Նախկինում ընդգրկված է եղել Գոգարկ աշխարհի Տաշիր գավառի մեջ։ Ըստ տեղացիների գյուղը հնում կոչվել է Մելիք գյուղ։ Նոր ժամանակներում կարելի է տեսնել նաև արդու գրությամբ։ Հովհաննես Օձնեցին իր ծննդավայրից եկել է այստեղ կառուցել ճգնարան և եկեղեցի։ Ըստ ավանդության Օձունից հեռանալով և Մելիք գյուղ գալով այն անվանել է Արտվի, այսինքն Մելիքն առա և Օձունը տվեցի։ Վերջին դարերում Արտվին համարվում էր Լոռու մելիքների կալվածքը։ Գյուղի մոտ գտնվող ձորը կոչվում է Վիշապաձոր։ Արտվին հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Գյուղում են գտնվում հայ առաքելական մի շարք կրոնական կառույցներ, ինչպիսիք են 7-րդ դարերում հիմնադրված Սուրբ Հովհաննես վանքը, 10-11-րդ դարերում կառուցված Կարմիր վանքը, 10-րդ դարում կառուցված Սուրբ Հարություն և 10-14-րդ դարերով թվագրվող կիրակի մատուռները։ Գյուղի տարբեր հատվածներում պահպանվել են վաղ քրիստոնեական, միջնադարյան և ժամանակակից գերեզմանոցներ, այդ թվում տոհմական։ Օձիպորտ բնական հուշարձանը գտնվում է Լոռու մարզի Արտվինի գյուղի արևելյան հատվածում։ Այս բնական հուշարձանը 2008 թվականին ներառվել է բնության պետական հուշարձանների ցանկում։ Այն իրենից ներկայացնում է ժայռի մեջ առանձնացող հսկայական քարե օձ, որի միջնամասից ծառնոք ջուրը հոսում առաջացնելով աղբյուր։ Ըստ ավանդության Թովմաս Առաքյալը եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների։ Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 5-րդ դարում, ավելի հին 4-րդ դարում Գրիգոր Լուսավորչի ու Տորթատգեի կողմից կառուցված եկեղեցու տեղում։ Եկեղեցին անվանվել է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Սուրբ Հովհաննես, Խաչգունդ, վերջինս կապված է եղել եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ, որի հիշատակին 1291 թվականին կանգնեցրել են արձանագրությամբ քանդակազարդ խաչքար։ Ավանդության համաձայն գյուղում կար մի դպրոց, որտեղ Կաթողիկոս Հովհաննեսին կրթում էր իր 7 աշակերտներին։
Հանկարծ լեռան լանջին հայտնվում է մի վիշապ և նրա արձակած ձայներից շրջակայքը քարանում է։ Հովան իր աշակերտներից յուրաքանչյուրին ուղարկում է պարզելու տեղի ունեցածը, սակայն նրա 7 աշակերտներից ոչ մեկը չի վերադառնում հայտնվելով վիշապի երախում։ Հովանն ինքն է դուրս գալիս դպրոցից փնտրելու իր աշակերտներին, փոխարենը տեսնում է հսկա վիշապին, որը պատրաստվում էր ընդունել իր հաջորդ զոհին։ Հովան օձնեցին գավազանով խփում է վիշապի գլխին ու ասում. «Քար դառնաս, աղբյուր բխի քո սրտից, հիվանդի համար տեղ դառնաս»։ Սուրբ իմաստունի ասածն իսկույն կատարվում է և վիշապը քարանում է, ու նրանից սկսում է ջուր հոսել։ Առաջացել է ինչ։ Հա, դե առաջ օձում չելել, ասել են ուզում լար։ Հիմնականը մեր եկեղեցու անունը ավելի զարգացել է 8-րդ դարում, 717-ից 728 թվականներին, ով այլել մեր կաթողիկոսը։ Հովան օձնեցին, հա, նրա տեղը գիտեք, որտեղ է նրա դամբարանը, 15 տարի կաթողիկոս այլ է, բայց կաթողիկոսությունը այդ ժամանակ կաթողիկոսարանը ելելա Դվինում, նա Դվինում, կաթողիկոսին կանչել է Ամիրապետը, Արաբ Ամիրապետ, ընդեղ որ կանչել է, ասել, ու ներկայացել է շքեղ հանդերձով, եւ որ Ամիրապետը տեղելա, որ կաթողիկոսը թե ոսկեգոս, նույնիսկ միրուքի տեղը ոսկի խարտելա, այդ ոսկի փոշին լցրել միրուքին խաղավորույքն էլ բոյով, երանի տենակ, նրա արձանը տեղած կրի, արդվում բա որ առաջից, հա, Ամիրապետը զարմացել ասել է նույնիսկ Հիսուսը իր աշակերտների հետ թե շքեղ հագուստով ման չեկել։ Նա էլ ասում է, հա, Հիսուսը ման չեկել, որովհետև իր ազորությունը իր վրայի ծրևացել է։ Բայց ես ասում եմ ժողովրդի խաթեր եմ տնցարել ու Ամիրապետին ասել ես պալատականներին հեռացրու, ես քեզ բան ցույց կտամ։ Եվ որ պալատականները դուրս են եկել, նա իր հանդերձը, այդ պատմուճաններ, դեք հենց են ասում, չէ, իր վրայից է դա քաշել ու տեղել են այծի մորթուց քուրձը հաճել, բայց այծի մորթու այդ մազերի տեղը մարմնի վրա է, դե պատկերացնում եք, չէ, որ տիկ են հանում, նրա մաշկի տեղը չի։ Մազի տեղը մարմնի ծակծկորել, որ հետ է քաշել, մարմինն ենքան է ձևով պահել է, նրանից մի հատ արունը ցայտել է, Ամիրապետի աչքը ուր այլել, արունը, դե թենց են ավանդապատում աղաքում, ես ավատում եմ էլի, արունը ցայտել է Ամիրապետի աչքին, ուր աչքը լավացել է, հա, բուժվել է, դրանից հետո Ամիրապետը շատ գոհ ուրախացել է, ասել է ինչ նվերներ տամ, եւ նվերներով, եւ նա ասել է հարկերը պակսացրեք, եւ այնտեղ գեր ելած մեր հայ ազնվականներին հավաքել է, նախարարների տղաներ են ելել, դա քրքիր է մեր եկեղեցու պատմությունը։ Մի ով բանիվ ժողովուրդն իմաստուն է, այնինչ ժողովուրդն է ասում մեր մասին է, մեր մտքի ու պատկերացումների, սիրո ընտրությունների։